Ողջույն բոլորին, այս տեսանյութում դեկտեմբերի 9-ի լուսնային օրացույցն է։ Մեկ ամբողջ օր կլինի լուսնային 19-րդ օրը։ Սկսվել է դեկտեմբերի 8-ի գիշեր ժամը 20:47-ից մինչև դեկտեմբերի 9-ը ժամը 22:21։ Դեկտեմբերի 9-ին լուսինը կանգնած դիրք չունի։ Այս անգամ մի փոքր հակիրճ կլինի միայն բարենպաստ օրերի վերաբերյալ, այսինքն բարենպաստ ոլորտների վերաբերյալ։ Դեկտեմբերի 9-ին լուսինը գտնվում է առյուծնշանում Սիրտը, աորտան, արյան շրջանառությունը, արյան ճնշումը, սրտի հաճախականությունը, այս օրգանները զգայուն են, դրանց նկատմամբ լրացուցիչ խնամք պետք է ցուցաբերեք։ Վիրահատություններ կարելի է, բայց ոչ նշածս իհարկե սրտի հետ կապված ոչ մի վիրահատություն չի կարելի անել։ Այսօրը ավելի շատ բացվում է մարդու անցյալի հետ կապվող բոլոր ուղիները։ Այսօր դուք պետք է վերագնահատեք ձեր կյանքը, ներեք նրանց, ովքեր վիրավորել են ձեզ և ուղղեք ձեր բոլոր սխալները։ Սա բարենպաստ ժամանակ է հոգու բարոյական մաքրագործման համար։ Միայն այսօր կարող է անընդհատ հիշեք, մռայլ մտքեր ունենաք, վատ հիշողություններ ունենաք, նաև վախեր։ Եվ այսօրը շատ լավ է անցյալից բոլոր եկացող այդ բացասական պահերը մաքրելու համար, ազատվելու համար, նաև կարման մաքրելու համար։ Սա համարվում է անբարենպաստ օրերից մեկը իհարկե լուսնային օրացույցում, ճնշող էներգիա ունի իր մեջ։ Կարող եք շատ սխալներ թույլ տալ, ընկնել անծանոթ մարդկանց ազդեցության տակ, շփոթվել։ Պարզապես ավելի լավ է սահմանափակել ձեր շփումը անծանոթների հետ հատկապես։ Նոր նախագծեր պետք չի սկսել, որովհետև կարող են լարված լինել, հնարավոր է բնականաբար ինքը վատ օր է համարվում և չի կարելի ոչինչ սկսել։ Հնարավոր են վեճեր, զայրույթ։ Շատ լավ ժամանակ է տունը բացասական էներգիայից մաքրելու համար, բնակարանը կարող եք մաքրել վառվող մոմով, շրջելով տանը, մաքրեք նաև ամանորը, օրինակ ես գնել եմ հատուկ զրնգիկներ, ինչպես են կոչվում, զանգակներ, և ամբողջ տունը ամենայն դեպս տոնածառը դնելուց առաջ, հետո ամբողջ տունը անցա դրանով, որովհետև երբ որ տանը լինում է զնգոց, դա միշտ հաջողություն է բերում։ Մաքրում է նաև չար էներգիան տնից։ Այսօր այդքան էլ շատ բաներ չունենք բարենպաստ բնականաբար, խալերի հեռացումն է լավ, դեմքի մաքրումն է լավ, բացել խանութ, եթե արդեն ամեն ինչը պատրաստ է, ֆինանսական գործարքներ, բայց ոչ շատ մեծ, անշարժ գույք ձեռք բերելու համար, մեքենա ձեռք բերելու համար, տեղափոխվելու բնակարանամուտ, բայց մաքրեք տունը նոր, կարող եք նաև աղով մաքրել, կարող եք մոմի օգնությամբ մաքրել, մաքրեք նոր մտեք տուն։ Սա փրվելն է բարենպաստ հոնքերի և թարթիչների ուղումը ևս։ Այգեպանների համար, ուրեմն այն բույսերը, որոնք որ բուժիչ են համարվում, դա է լավ հավաքելու համար, մանյացնել կաղամբը, սխտոր հավաքել, կաղամբը հավաքել, կաղամբի սածիների համար է լավ, մանյացնել վարունգը, գազար տնկել, պահպանել իհարկե ցրտից, բանջարեղեն թթու դնել, այսքանն է բարենպաստ։ Այսօրվա գույներն են, ովքեր որ կրում են այդ գույները, ովքեր որ ցանկանում են և ունեն այդ գույները իհարկե, լավ կլինի, որ հագնեք կանաչ, կապույտ կամ դեղին։ Օրվա քարերն են նռնակարը, լաբրադորիտը և մորիոնը։ Այսօր չի կարելի շփվել ղեկավարների հետ, տնօրենների հետ, տանից հանեք բոլոր վնասված կամ ավելորդ իրերը, ֆինանսները գումար ոչ ոքին պարտքով մի տվեք, ոչ ոքից պարտքով գումար մի վերցրեք, որը նաև գողության բարձր ռիսկ կա։ Այսօր մազերը չի կարելի կտրել։ Մատնահարդարման համար լուրջ փոփոխություններ չի կարելի, նաև եթե երկարացնում եք, դա ևս չի թույլատրվում։ Երազների համար պետք է հիշեք այն և մեկնաբանեք բոլոր երազների մանրամասները։
եւ դրանից կարող եք հասկանալ դրա էությունը։ Բոլոր տեսակի ծանր վարժությունները տեղափոխեք մեկ այլ օր։ Եվ ընդհանրապես այս օրը իդեալական է անցկացնել միայնության մեջ, զբաղվելով ձեր սովորական առօրյա գործերով։ Դա կարող է օգնել ձեզ պահպանել ներքին խաղաղությունը եւ խուսափել ավելորդ կոնֆլիկտներից։ Ինչ կարելի անել այս լուսնային օրը մեկ օր անցկացնեք մենակ, վախերի դեմ պայքար, սովորական առօրյա գործերով զբաղվել, ազատվել աղբից, տան մաքրում եւ զարդարում կատարել, մարտարվեստ, մրցում։ Ինչից պետք է խուսափել այս լուսնային օրը, կարևոր հարցեր քննարկելուց, լուծելուց, ինչպես աշխատանքի վայրում, այնպես էլ տանը, մեծ գումարի վատնում, դժվար մարզումներ, ծանր եւ շփում հատկապես անծանոթների հետ։ Այսօրվա ամենաակտիվ օրգանը դա ուղիղ աղիքն է, շատ է ակտիվանում այսօր եւ ընդհանրապես ազդում է բոլոր ընդհանուր առողջության վրա։ Եթե խնդիր ունեք, ապա անպայման դիմեք մասնագետի։ Ովքեր որ ցանկանում են դիետա սկսել, ապա կարող եք սկսել այսօր։ Եվ ուզում եմ նշել, անգամ եթե ցանկանում եք ջողավորված մասերը կտրել, մազերի, ապա դա եւս չի թույլատրվում, կթույլատնի ձեր օրգանիզմը բավականին շատ, կթույլանա ձեր էներգիան, իսկ երբ որ մարդու էներգիան թուլանում է, չի ունենում էներգիա, բնականաբար գիտենք բոլորս, բազմոցից այն կողմ նա ոչ հավես կունենա գնալու, ոչ էլ եւ կհասկանա, թե ինչ որ մի բան այնպես չի իր հետ, կամ մրսածություն է, կամ հոգնածություն է, բայց դա կարող է շատ երկար տևել, որովհետեւ այդ օրը ձեր մազերը կտրելով տարել եք ձեր էներգիան։ Ներկել լավ կլինի, որ ընդհանրապես լավ կլինի, որ ուղղակի մազերին այսօր ոչինչ չանեք, լվացեք, սովորականի պես սանրեք եւ այդպես հանգիստ թողեք իրենց։ Այսօր նաեւ չի կարելի եղունգները կտրել, նաեւ ձևը փոխել։ Այսքանը սիրելիներս, ձեզ հաճելի օր եմ մաղթում։